Սիրելի Աստծո ժողովուրդ, կողջունեմ բոլորիդ, օրտնված մարդիկ, հույսով եմ լավ եք։ Հադուկ երդասարտներուն ուղված ուղերձ սրդիս մեջ, հադուկ երդասարտներուն ուղված։ Բայց մին եղվիկ, եթե դուք ցեզի երդասարտ կսկաք, ցեզի համար էալ, չէ, անշուշտ բոլորը կրնան դիտել, բայց աս խոսքը հադուկ ուղված է երդասարտներուն սրդիս մեջ։ Ասիգա արիտ է սիրելի ծնողներ, որ ծեր երդասարտներուն անպայման դարածեք, որովհետեւ դիտեն աս ուղերձնալ եւ դուգալ անշուշտ է մասնակցեցեք, դիտեցեք։ Մեր հիմնական սերդողությունը դիտելա առաջին Հովհաննես 2-րդ գլուխ 10-րդ խոսքեն 17-րդ խոսքը անպայման ուր որես եթե հնարավորություն ունիս Աստվածաշունչ չտպած եթե կորձի ես կորձ աշխատազատեն կլսես կոր Աստված օրհնե քեզի կարևորը կլսես կոր եւ ծարավես Աստծո խոսքին ուրեմն նայեցեք 10-րդ խոսքենը սկսենք կարդալու գկրեմ ցեզի հայրեր վասնզի դուք ջանցակ սանի գա որը սկիզբեն է գկրեմ ցեզի երդասարտներ վասնզի դուք չարին հաղթեցիք շատ սրդես է աս խոսքը որ ցեզի կբաժնեցիմ գոր լալով երդասարտ աս խոսքը հադուկ ծևով գսկամ բացված եմ կյանքիս մեջ եւ գիտեմ որ Աստծո հաճելի ասիգա բաժնեցիմ որբեսի երդասարտները լսեն ինձի համար շատ լուրջ եւ հրաշալի է լսել Աստծո խոսքեն երդասարտներ չարին հաղթեցիք շատ զորավոր է եւ շատ ուրախանալիք է ավելորդ բագաս ցեվականություն չեմ ներգոր եթե վիդեոն գտես կոր գտեսնես կոր որ չափ ուրախ եմ որովհետեւ երդասարտներուն ուղված խոսք երդասարտներուն ուղված խոստում երդասարտին Աստծո խոսքը գսե որ քութիրքդ ինչ է հաղթող որու չարին եւ եթե մտածենք ասփարի մասին որ գսե հաղթեցիք չարին ով է չարը ով կներկայացնե չարը որպես անձ սատանան եւ իր հետևորդները չար ոգիները ընկած հրեշտակները եւ իրականության մեջ չարին ասելով երբեք մենք մարդը նկատի պիտի չի ունենանք մարդիկ իրենց որոշումով գիհետևին չարին բայց չարը կներկայացնե անձնավորություն որ սատանան է եւ չար հոգիները չար ոգիները թևերը որ սատանային ընկերակիցներն են եւ ասելով չար մենք նկատի ունենք սատանային, բայց նաև սատանային չար կորձերը, որ մեկ փարով գրնանք ներկայացնել ասելով մեղքը, չէ, ես կուզեմ որ անդրադառնալ ասփարի վրա, որովհետև երդասարտներ հաղթեցիք չարին, հա, բայց մեկ հատ գեցեք խոսենք, ինչ ասել գուզեք որ չարին։ Okay, այսինքն ամեն ինչ որ չար է, ամեն ինչ որ մեղքեն է որովհետև ամեն ինչ որ բարի է մեր Աստուծմե որովհետև Աստվածաշունչը գսե ամեն բարի բարգև բարի դուրք վերեն է մեր հորմեն բայց ամեն ինչ որ չար է չարեն գուկա սատանային գուկա եւ գրնամ ասել ամեն ինչ որ մեղքը կներկայացնե ամեն ինչ որ չարը կներկայացնե որովհետև միտքս եկավ depression-ը եթե այսօր depression-ը գա ադիգա չար է Եվ Աստծո կամքը չէ, որ մենք depression-ի մեջ լանք, հայրենով ինչպես ասեմ, ճիշտարը չեմ գիտեր, բայց ձանրապերնվածության ոչ լավ ցևը, ոչ լավ դեսակը եւ ադիկա նաեւ չար է, հիվանդությունը նաեւ չար է։ Քեշմտքերը նաեւ չար է, վախը նաեւ չար է։ Մեղքը, մեկ խոսքով մեղքը չար է եւ մեղքի հետևանքներն են ավելի իմսածներս, բայց ինքը իր արմատով մեղքը եւ չարը բայց կսե երդասարտներ դուք հաղթեցիք չարին ինչ տեսակ մեղք ասե ինձի ինչ տեսակ կախվածություն ունիս որ դարիները չես կրնար գործել ինչ տեսակ հարցակումներ ունիս ինչ տեսակ մտքի գաբանքներ ունիս մտքի հարցակումներ ունիս ինչ բաներ կա որ չար է երդասարտ Աստված գսե իր խոսքով դուք հաղթեցիք Հա, բայց դու հիմա ինձ վիցես շատ լավ կհնչեք որ, բայց ես ունիմ աս ամենը, ինչպես հաղթեցիք։ Ասեմ քեզի դարբերությունը։ Այն ինչի մեջ որ դու հիմա գաս, ադիգա քու ջագադակիրը չէ, որովհետև այն դեղը ուր որ դու պետք է ելաս, Աստվածաշունչը գսե հաղթեցիք, դու հաղթողի թիրքին մեջ պետք է ելաս։ Հիմա գխոսենք ադոր մասին, թե ինչպես պետք է, բայց
Այն ամեն ինչի մեջ որ գաս հիմա տուն չար, ասել չի ադի քու ջագադակիրը դեր։ Ադիկա բաժարներ ունի։ Գրնա ադիկա ժառանգական եկած զլա քու կյանքիդ մեջ, գրնա տուն բացած ես թուրեր քու կյանքիդ մեջ որ at ամենը լա, որովհետև բադահական չէ որ չարը գա, բայց ադիկա քու ջագադակիրը չէ, որովհետև այն դեղը ուր որ տուն պետք է լաս, տուն պետք է հաղթես չարին եւ քու թիրքդ հաղթանակի թիրքն է։ Ամեն։ Եվ մեկ հատ կարևոր բան մգա։ Եթե Աստվածաշունչը գսե որ հաղթեցիք, ուրեմն ինքը գխոսի որ 100% բանի մասին, որովհետև քեզի ասեմ, մրցումը նողները չեն ստանար հաղթանակի բաժակը, մինչև 100% չի հաղթեն, այսինքն նայեցեք ինչս էլ գուզեմ որ վասկի մրցումի մեջ եղողը մինչև հաղթանակի վերջնական քիզը չանցնի 100% at քիզը անցնի չեն հրճագեր որպես հաղթող նույնիսկ եթե 90%-ին հասած է չեն հրճագեր որպես հաղթող որովհետև թեր չանցավ at քիզը հաղթանակի ուրեմն եթե Աստծո խոսքը գսե հաղթեցիք չարին ինքը նկատի ունի Փարին փուն իմաստով վերջնական հաղթանակ որովհետև հաղթանակը իր մեջ դոգոսներ չունի եթե հաղթեցիր ուրեմն հաղթեցիր վերջնական 100% եթե հաղթանակ կա ուրեմն բաժակ կա եթե բաժակ կա ուրեմն վերջնական որոշում է ադի տուն անցեր ես at քիզը հաղթանակի եւ Աստվածաշունչը եթե գսե որ քեզի հաղթեցիր չարին ինքը դոգոսներու մասին չի խոսիր գոր այսինքն ինքը չի խոսիր որ չարը ինչ որ չափով թեր իշխանություն ունի քու վրա բայց դու հաղթեր ես իրեն չի գրնար լալ եթե դու հաղթեր ես չարին ուրեմն չարը վերջնականապես բարդված է Հիսուսի անունով Այդ չարը անունը ինչ է քու կյանքիդ մեջ այդ չարին չեմ գիտեր ինչ մեղք է ինչ բռնվածություն է գրնալալ պորնոգրաֆիայի բռնվածություն է գրնալալ ինչ որ մեղք մնե անունը չեմ գիտեր բայց այդ չարին տուն հաղթեր ես եւ պետք է հաղթես Աստծո խոսքի համաձայն ինչու ասկան համարցակ եմ ինչպես ասկան համարցակ եմ որովհետեւ տուն գրնաս ինձի բաժարապանություններ դալ լսելով Օ եղբայր տուն չես գիտեր որ աս չարը բանը կյանքիս մեջ աս մեղքը շատ դժվար է գամ աս մեղքը ես 10 տարի է ունիմ գամ Աստծո խոսքը բաժարապանություններ չի ճանչնար եթե ինքը գխոսի գոր ասելով տուն հաղթեցիր եթե Աստծո խոսքը գսե որ հաղթեցիր, ուրեմն բաժարապանությունները բարդված են։ Բաժարներ գրնալալ։ Այդ բաժարներուն մեջ թունես որ թեր ունիս։ Բայց հաղթանակը հասանելի է կամ ոչ։ Այո։ Եթե տուն քո ազատ գամքով չես ուզեր որ երես դարձնել չարեն Անշուշտ հաղթանակը հասանելի չէ քեզի քանի որ տուն չես որոշած հաղթել բայց այսօր Աստված իր խոսքով գսե որ եթե գուզես որ հաղթել Աստված քու հետ դե որբեսի տուն հաղթես ես եկեղեցու հովիվ եմ եւ իմ ծառայությունս ժամանակս մարդոց հետ է ես շատ մարդոց կյանքերու ագանադես եղած եմ որ չարը չի հերանար գոր որովհետև իրենք արիթը դվեր են չարին Ադորամար ես մինչև արդու գրնամ ասել տուն հաղթեր ես բայց հարցում արդյոք տուն գուզես կոր հաղթել ուրիշ բարերով արդյոք տուն գուզես կոր այդ չարը հերանա որովհետև անունը չար է բայց գրնալալ այդ չար մեղքը հաջույք կուտա գոր քեզի եւ տուն այդ հաջույքը գուզես կոր ապրիլ սկուշ
գրագին հետ ինչպես խաղչես կնան խաղալ, մեղքին հետ ալ խաղչես կնան խաղալ, ինքը օրմը գայրե քեզի, եթե թեր չես սկարգոր որ այրեր ես։ Բայց մարդիկական մեզի գտիդեն, տուն այդ վիճակին մեջն ես, որ ցանցրացար այլևս, կուզես կոր ազատվիլ։ Տուն չես ուզեր կոր, բայց գնես կոր։ Այսօր ասում է խոսք քեզի, տուն հաղթեր ես շարին, գահթես շարին, քու ջագադակիրը թախտանակն է։ Տուն ասի պետք է լսեիր։ Որովհետև չարը ինքը իր սուդերով նաև բնակություն կստեղծե մեր մեջ։ Հիմա մարդ կա ինձի գնայի գոր այնքան դժվարացել է քեզի համար այլևս ազատիլ այդ մեղքեն չես ուզեր գոր, բայց դժվար է։ Ինքը այդքան քորոզացել է։ Աստվածաշունչը եթե կգարտակ քողիաթը գար, չէ՞, Դավիթը որ դաբալեց իրեն, Իսրայել ժողովրդին արչև քողիաթը գար։ Արդեն այնքան հսկա էր, այնքան մեծ էր, այնքան զորավոր էր, գարձես այդ մեղքն ալ քեզի համար անանք եղեր էր, բայց այսօրվա խոսքով Տողասի մարգարեականը լա, որ այդ ամեն բարձրացած քորոզացած մեղքերը, անունները Աստծո խոսքը գդաբալե իրեն, որովհետև Աստծո խոսքը այսօր եկավ քու կյանքիդ մեջ ասելով լսե, այն ամեն ինչին դեմ տուն հաղթող ես եւ ոչ թե ինքը։ Ամեն պետք է տուն հավատաս աս խոսքերուս, պետք է տուն վերցնես աս խոսքերս, անպայման։ Որովհետև իմ խոսքերս չի Աստծո խոսքն է։ Հիմա ինչ կարևոր բան կա։ Եկեք շարունակենք։ Գկրեմ ցեզի դղակներ, վասնզի դուք ջանցակ հայրը, անստինգ, գրեցի ցեզի հայրեր, վասնզի դուք ջանցակ զանիգա, որը սկիզբեն է, այսօրվա մեր գետրոնացումը երդասարտներն են, ինչպես որ ասինք, հիմա նորեն։ Գշարունակի խոսքը երկրորդ անգամ գսե։ Գրեցի ցեզի երդասարտներ, վասնզի դուք ուժով եք, եւ Աստծո խոսքը ձեր մեջ կբնակի, ու չարին հաղթեցիք։ Երկու կարևոր բան։ Վերը միայն ասավ դուք չարին հաղթեցիք։ Իսկ վարը բացատրություն եւ պայման դրած է, թե մենք ինչպես չարին հաղթեցինք։ Մեկը գսե դուք ուժով եք։ Ես կուզեմ տուն լսես ինձի։ Տուն ուժով ես, սիրելի երդասարդ։ Աստծո խոսքը գսե դուք ուժով եք։ Եթե մարդ կա որ ինձի գտիդե որ տուն դգարացեր ես, քու ուժերդ կորսունցուցեր ես, Հիսուս Քրիստոսի անունով թող Աստծո խոսքը եւ Աստծո հոգու զորությունը կա քու վրատ եւ թող քու ուժդ արձիվի պես նորոգվի։ Որովհետեւ ինձի չի հետաքրիր հիմա քու վիճակդ ինչ է, բայց Աստված գսե դուք ուժով եք։ Եթե Աստված գսե դուք ուժով եք, ուրեմն դու պիտի ուժով լեցվիս եւ ոչ թե դգարությունով, ասի 1 Երկու պայման գուտա Աստվածաշունչը, պայման գուտա ասելով դուք հաղթեցիք չարին, բայց պայման գուտա, ինչպես հաղթեցիք չարին, ահավասիկ պայմանը, գսե Աստծո խոսքը ձեր մեջ կբնակի, ու հաղթեցիք չարին։ Աստծո խոսքը ձեր մեջ կբնակի, ու հաղթեցիք չարին։ Աստծո խոսքը ձեր մեջ կբնակի, ասելով հաղթեցիք չարին։ Իսկ հիմա ինքնաբերաբար հարցումը հետևյալն է, իսկ Աստծո խոսքը կբնակվի ձեր մեջ։ Քանի եթե Աստծո խոսքը չի բնակվի մեր մեջ, երդասարտներ, ինչպես հաղթենք չարին։ Որովհետև չարին հաղթելու կորձիկները Աստծո խոսքին մեջ են։ Եթե Աստծո խոսքը մեր մեջ չի բնակվի գոր, Ադորամար մենք չունենք հաղթանակներ, որովհետև մենք մեր հաղթանակները կփնտրենք կոր ամեն դեղ, բայց եթե Աստծո խոսքը մեր մեջ չի բնագիր, չի գա հաղթանակ։ Լսեցեք ինձ սիրելի երդասարտներ, չի պավեր միայն մասնակցիլ գիրագի օրվա ծառայություններու, չի պավեր միայն մասնակցիլ երդասարտական ծառայություններու, երկրպագության երեգոյի, այդ ամենը լավ են, չի պավեր միայն մասնակցելու երդասարտական ջամբարներու, երդասարտական հավաքույթներու, բդույթներու, իսկ գփնակվի Աստծո խոսքը ձեր մեջ։ Ուր մեր կյանքերուն մեջ, մեր առօրյային մեջ,
Մեր սենյակներուն մեջ երբ մենք թուրը գկոցենք եւ Աստծո խոսքով գլեցվինք։ Սխալ չի հասկանաք ինձի։ Շատ կարևոր է գիրակնորյա ծառայությունները վազելով կացեք։ Շատ կարևոր է երդասարտական ծառայությունները, երկրպագության երեկոները, երդասարտական ջամբարները, երդասարտներու այդ բդույթը շատ կարևոր է վազելով կացեք, բայց այդ ամենը ասել չէ Աստծո խոսքը մեր մեջ կբնակվի, որովհետև Աստծո խոսքը մեր մեջ կբնակվի, այսինքն ես եւ Աստվածաշունչը, ես եւ Աստծո խոսքը փոխհարաբերություն ունենք իրար հետ մեր կյանքին մեջ եւ ոչ թե միայն ծառայության ժամանակ։ Ես կուզեմ որ արթնա մեր մեջ Աստծո խոսքի հեղինակությունը եւ Աստծո խոսքի արժեքը եւ ես գաղութեմ որ մենք երկյուղով լեցվինք Աստծո խոսքի նկատմամբ։ Բեք չէ որ մեկը զորե մեզի, բեք չէ որ մեր հովիվները զորեն մեզի, որ գարտացեք Աստվածաշունչը գարտացեք։ Մենք պետք է երկյուղով լեցվինք Աստծո խոսքի հանդեպ, պետք է մենք ամեն օրվա անօթություն ունենանք։ Ինչպես մենք ամեն օր գերագուր կուտենք համով գերագուրներ, ամեն օր անբացատրելի, անքննելի Սուրբ Աստծո խոսքը պետք է ուտենք հոգևոր իմաստով։ Սիրելի երդասարտներ, Աստծո խոսքը ձեր մեջ կբնակվի, ասելով դուք հաղթեցիք չարին։ Ադորամար Աստծո խոսքը պետք է բնակվի մեր մեջ։ Այո, մենք ծառայություններու միջոցով ալ կստանանք Աստծո խոսքը, բայց ինչ կուզեմ որ սորվեցնել այսօր եւ բաժնեկցել ձեր հետ անձնական փոխհարաբերություն պետք է ունենանք Աստծո խոսքին հետ, որովհետեւ Աստված գարենա իր խոսքին հետ խոսիլ մեզի հայտնություններով, որովհետեւ Աստվածաշունչը Հիսուսի խոսքերով գսե գլսեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ազատ կարձակեց ձեզի։ Իմ կյանքիս մեջ որպես երդասարդ շատ մեղքեր է, գաբանքներ է, չարի ծրագիրներ է, ես ազատված եմ հենց այն ժամանակ, երբ ես Աստծո խոսքին մեջ եղած եմ եւ Աստծո խոսքը սկսած է ազատ արձակել ինձի եւ մինչեւ այսօր։ Եվ ես այսօր գրնամ վկայել այն ազատության մասին, որ Քրիստոսը գուտա մեզի որպես երդասարտներ, որ մենք կրնանք համարձակ ասել, չար, ես քեզի հաղթեցի, կարևոր չէ անունդ ինչ է, կարևոր չէ այս մեղքին անունը ինչ է, ես հաղթեցի իրեն, ես այսօր ազատ եմ, ես այսօր սուրբ կյանքով գաբրիմ գորի, այսօր իմ միտքս ազատ է, ես այսօր համարձակ կրնամ վկայել, որովհետև Քրիստոսը արյուն տապեց, որպես ես այսօր վկայություն ունենամ, որպեսզի դու այսօր վկայություն ունենաս, հաղթեցի չարին, հաղթեցիր չարին, բայց Աստծո խոսքը պետք է բնակվի մեր մեջ։ Բայց ես կուզեմ ավելցնել, Աստծո խոսքը բնակվի մեր մեջ նաև ինչս էլ գիտեք, ոչ թե միայն Աստծո խոսքը գարտալն է փոխհարաբերություն Աստծո խոսքին հետ, այլ նաև Աստծո խոսքին հնազանդությունն է նաև փոխհարաբերություն Աստծո խոսքին հետ։ Այսինքն երբ որ քիչ առաջ ես ասի, պետք է մենք փոխհարաբերություն ունենանք Աստծո խոսքին հետ, Ադիմյան ադի չի նշանակեր, որ մենք պետք է գարտանք, լեցվինք, հայտնությունները ստանանք, այլ նաև պետք է մենք հնազանդենք Աստծո խոսքին, որովհետև Աստծո խոսքին հնազանդությունն է նաև, որ մեր կյանքի մեջ շատ բաներ մենք կհաղթենք, որովհետև այսօր քո կյանքիդ մեջ դու Աստծո խոսքին բաներ կա գիտես կոր, բայց քանի որ չես հնազանդիր գոր, չարը թեր կա կյանքիդ մեջ, հնազանդիր Աստծո խոսքին եւ դես ինչպես չարը պիտի հերանա։ Եվ Աստվածաշունչն կհաստատե ասածս, գսե հնազանդեցեք Աստծո եւ հագարակվեցեք չարին եւ չարը պիտի փախչի։ Ադորամար քիչ առաջ ասի սիրելիներ, մի անձարայություններու մասնակցիլ չէ քրիստոնեական կյանքը, քրիստոնեական կյանքը փոխհարաբերություն է ամենակարող Աստծո հետ ամեն օր։ Եվ նայեցեք մի սիրեք աշխարը, ոչ ալ ինչ որ աշխարի մեջ է։ Միան գուզեմ շեշտել, որ ինքը նկատի չունի աշխարը սելով լերները, ծառերը։ Ինձ լավ հասկացեք, Աստվածաշունչը լավ հասկացեք։ Հիմա հոս գսե արդեն ինչ նկատի ունի աշխարը սելով։ Եթե մեկը աշխարը գսիրե, անոր ներսիտին հորը սերը չի գա։ Քանզի ամեն բան, որ աշխարի մեջ է, ահավասիկ աշխարը սելով ինչ նկատի ունի։
մարմնի ցանկությունը, աչքերու ցանկությունը եւ այս կյանքին ամբարտավանությունը հորմեն չէ, հաբա այս աշխարհեն է։ Աշխարհը սալգանցնի անոր ցանկությունն ալ, բայց անոր Աստծո գամքը կգադարե, հավիդյան պիտի մնա։ Դարձուցեք ձեր երեսը։ Աշխարհի ցանկություններն, աչքի ցանկություններն, այս կյանքի ամբարտավանություններն ինչպես պիտի դարձնեք ձեր երեսը, եթե Աստծո խոսքով չի սորվիկ, որ այդ ամենը սխալ է, եւ հետո հնազանդիկ Աստծո խոսքին, սիրելիներ, վաղը չէ, այսօր հաղթանակը ցեզի է, բայց պետք է Աստծո խոսքը բնակվի ձեր մեջ։ Աստված օրհնե ձեզ, ես կսպասեմ անպայման վկայություններ կրեք, որովհետև ես հավատացած եմ այն խոսքը, որ Աստծուց մե է, ինքը կյանքեր կփոխե։ Վերցուր աս խոսքը եւ անպայման դու կտեսնես աս խոսքը մարմնացած քո կյանքիդ մեջ։ Երդասարտներ, դուք հաղթեցիք ճարին։ Երբ այսօր, վաղը, մույս օր եւ մինչեւ միանանք մեր Տիրոջ, մեզի համար խոսքա, երդասարտներ, դուք հաղթեցիք ճարին։ Ամեն։ Գողջունեմ բոլորիդ սիրելիներ, երկրի ծայրերեն, դարբեր երկիրներեն, բոլոր անոնք որ գայդևին մեր զարայությանը Աստված օրհնե ձեզի շատ։ Շատեր կհարցնեն, ինչպես ֆինանսներով կրնան աճակցիլ մեր զարայությանը։ Սիրելիներ, այն հեռախոսահամարը, որ դուք պիտի տեսնեք վիդեոյի մեջ, կրնաք գապ հաստատել այս հեռախոսահամարին WhatsApp-ի, Viber-ի, Telegram-ի միջոցով, որովհետեւ մենք ձեզի առաջնորդենք եւ ասենք ինչ հնարավորություններ կա ֆինանսներով աճակցելու դեպի Լիբանան։ Աստված օրհնե ձեզի շատ, ձեր ցանած ամեն սերմը կհրճագեմ, որ Տիրոջ կրկնաբադիկ օրհնությունը կա այդ սերմի վրա։ Ամեն։